Ընդհանրապես մեր արձանագրումն է, որ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում լեգիտիմությունը առանցքային գործոն է եւ ընդհանրապես ուզում եմ ասել, որ բոլոր հարաբերություններում լեգիտիմությունը առանցքային գործոն է, այդ թվում անհատական հարաբերություններում, համայնքային հարաբերություններում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ծրագրի 7-րդ բաժինը վերաբերում է ներքին անվտանգությանը, որի խոսույթը հետևյալն է. ներքին անվտանգության հայեցակարգը նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին։ Վարչապետի խոսքով ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է, ժողովուրդը եւ պետություն ունենալու նրա գործնականացված կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների եւ ինստիտուտների անառարկելի լեգիտիմությամբ։ Քաղաքագետ Գագիկ Քամալյանը կարծում է, որ ընդհանրապես ներքին լեգիտիմությունը ոչ միայն պետական կյանքի կազմակերպման, այլ նաեւ հասարակական հարաբերությունների տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի։ Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում լեգիտիմությունը դա ամենակարևոր խմորիչն է ժողովրդավարության։ Եթե չունես ներքին լեգիտիմություն, ապա շատ դժվար է կառավարել թե պետությունը, թե նաև հասարակական կյանք ասվածը։ Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ ցանկացած պետություն իրավունքների եւ ազատությունների ապահովման նպատակով իրականացնում է սահմանափակումներ, քանի որ առանց սահմանափակումների կիրառման հնարավոր չէ ապահովել իրավունքներ եւ ազատություններ, Գագիկ Քամալյանն ասաց, որ սա նպաստում է, որպեսզի հասարակական հարաբերությունների մշակույթը կայանա սահմանադրորեն։ Գագիկ Քամալյանի խոսքով սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտություն է այդ ներքին լեգիտիմությունը հաստատելու եւ հասարակությանը գիտակցական նոր մակարդակի վրա հասցնելու համար։ Խոսելով նաեւ վերջերս վարչապետի եւ նրան հարվածելու փորձ արած երիտասարդի միջադեպի մասին, երբ ընդդիմությունը վարչապետի անվտանգության աշխատակիցների օրինական գործողությունները փորձում էր որպես բռնություն ներկայացնել, Գագիկ Քամալյանն ասաց. այստեղ կա երկու հարթություն։ Մի հարթությունը դա քարոզչականն է, այսինքն կազմակերպված կերպով փորձ են անում խաղալ հասարակության էմոցիաների վրա։ Օրենքին, օրենքի գերակայությանը փորձում են հակադրել ինչ-որ էմոցիոնալ բնորոշումներ, անպաշտպան կին է, կերակրող մայր է, անչափահաս տղա է, վատառողջ է եւ այլն։ Այն ժամանակվա ընդդիմությունը ռադիկալ ընդդիմության մասին է նաև խոսքը, ես ինքս ռադիկալ ընդդիմություն եմ եղել, բայց ունեի մի շատ կարևոր սկզբունք։ Իմ ընդդիմադիր լինելը տարածվում էր իշխանության վրա, չէր տարածվում պետության վրա։ Այս մարդկանց դեպքում ընդդիմադիր լինելը, ռադիկալ տրամադրվածությունը նաև շրջանցում է իշխանությանը, նաև հասնում է պետությանը, սա է խնդիրը։ Երբ որ մենք ընդդիմադիր էինք, եւ այն տարիներին հասկանում էր, չէ, այդ ավտորիտար պայմաններում ընդդիմադիր լինելը ինչ է նշանակում, այն ժամանակ ոչ մի մարզիկ, ոչ մի արտիստ շատ հազվադեպ էր լինում, որ ընդդիմությանը պաշտպանեն։ Հիմնականում բոլորը կարծես թե լոյալ էին իշխանությանը կամ լուր էին, բայց մենք ոչ մեկի չենք թիրախավորում, ոչ մեկի հանդեպ ատելություն չենք տարածում։ Հիմա տեսեք այս process-ի մեջ, հիմա տեսեք, երեկվա դրվագը, Արթուր Աբրահամի դրվագը, բռնցքամարտիկ է, աշխարհահռչակ բռնցքամարտիկ է եղել, ընդամենը ոչ թե իր քաղաքական ինչ-որ կողմնորոշում հայտնեց, այլ շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ շնորհակալ եմ ձեզանից այսպիսի աշխատանք կատարելուն։ Տեսեք, միանգամից ինչպես են թիրախավորում։ Սա խոսում է, որ այդ մարդիկ ոչ միայն քաղաքականապես են հիվանդ, նաեւ մշակութապես են հիվանդ։ Ամփոփելով, թե որքան կարևոր է ներքին լեգիտիմությունը, նա նշեց, որ դա օրգանապես կապված է արտաքին լեգիտիմության հետ։ Տարիներ շարունակ ինչու էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը նման ողորմելի վիճակում, որտեղ չկար ներքին լեգիտիմություն եւ դա շղթայաբար գնում էր դեպի նաեւ արտաքին աշխարհ եւ դրա համար Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը գրեթե վերածել էին ռուսական պրոտեկտորատի, հասկանում եք, եւ հիմա երբ որ Հայաստանը փորձում է որոշակի ինքնուրույնություն դրսևորել բոլոր դժվարություններով հանդերձ, տեսեք Ռուսաստանը ինչպես է մեզ վերաբերում, որովհետև նախորդ 20, 25, 30 տարիների ընթացքում հայաստանյան իշխանությունները սովորեցրել էին Ռուսաստանին, որ մենք պետք է այսպիսին լինենք։ Դա եւս գիտակցության խնդիր է, պետության ընկալման խնդիր է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։